Ողջույն սիրելի հետևորդներ, Լավիդա Արմենիան վերադարձել է ամբողջովին նոր ձևաչափով եւ այսօր իմ հյուրն է բազմազավակ 5 երեխաների մայր Մարիամ Փալիկյանը։ Մարիամի հետ կխոսենք Սփյուռքում բազմազավակ մայր լինելու ոչ միայն առավելություններից, այլև դժվարություններից։ Ողջույն Անի ջան, շատ շնորհակալ եմ քեզ, որ նախընտրել ես զրուցել ինձ հետ, որպես բազմազավակ մայրիկ։ Մարիամ ջան, մի փոքր կներկայացնես քեզ ձեր ընտանիքը եւ երբ ես տեղափոխվել Բարսելոնա եւ ինչու ես ընտրել հենց Բարսելոնան։ Անի ջան, ես արդեն 9 տարուց ավել է ինչ բնակվում եմ Բարսելոնայում, ամուսնանալուց հետո եմ տեղափոխվել այստեղ եւ քանի որ ամուսինս արդեն այստեղի երկար տարիների բնակիչ էր, դա ինձ համար գիտակցված քայլ էր այստեղ տեղափոխվելը։ Շատ եմ սիրում Բարսելոնան, այն շատ արևոտ, մարդասեր, շատ ուրախ քաղաք է եւ կարելի ասել այս 9 տարիների ընթացքում այն իրականում դարձել է իմ տունը։ Մարիամ, իսկ ո՞րն է ամենադժվարը, բայց նաեւ ամենագեղեցիկը մեծ ընտանիք ունենալու մեջ։ Մեծ ընտանիք ունենալու մեջ ամենադժվարը երևի թե միշտ ժամանակի պակասն է, ուշադրության ճիշտ բաշխումը, պատասխանատվությունը, դժվար է, երբ պետք է միաժամանակ հասցնես կատարել ամեն ինչ, բայց միևնույն ժամանակ շատ լավ է եւ հավես է, երբ տանը լի է երեխաների ձայներով, խաղերով։ Իհարկե այդ էներգիան երբեմն հոգնեցնող է, բայց կարող եմ ասել, որ հենց դա է ընտանիքը դարձնում ամբողջական։ Ես երբեք չեմ պատկերացրել, որ կլինեմ 5 երեխաների մայր, բայց երևի կարող եմ ասել, որ դա կյանքից ստացած իմ ամենամեծ փորձությունն է եւ ամենամեծ նվերը։ Մարիամ, իսկ երբևէ ունեցել ես ներքին հակասություն, ընտանիք, երեխաներ, թե կարիերա։ Եվ ինչպես ես հաղթահարել այդ հակասությունը ինքդ քո մեջ։ Երբեք չի եղել նման հակասություն, կարիերան երբեք չի խանգարել ինձ ընտանիք ստեղծելու հարցում։ Ես ամուսնացել եմ բավականին հասուն տարիքում, երբ ունեի արդեն որոշակի ճանապարհ անցած եւ այդ պահին ես հստակ գիտեի, թե ինչ եմ ուզում եւ որն է ինձ համար առաջնային։ Իսկ այս պահին ես փորձում եմ ուղղակի վայելել կյանքը երեխաներիս հետ, այդպես չի խանգարել երբեք։ Իսկ լինում են պահեր, երբ ասում ես ես հոգնել եմ, այլևս չեմ կարողանում, եւ այդ պահին ինչպես ես հաղթահարում ինքդ քո հետ, ինքդ կռիվները ինքդ քեզ հետ։ Իհարկե լինում են եւ մինչ այսօր լինում են, եղել են եւ մինչ այսօր լինում են, բայց կարող եմ ասել, որ շատ մեծ աջակցություն եմ ստանում ես իմ ընտանիքի անդամներից, ամուսնուցս, վերջին 2 տարիների ընթացքում նաև ամուսնուս մայրը հաճախ այցելում է մեզ, նրանցից շատ շնորհակալ եմ, իսկ երբ հոգնում եմ ուղակի, ես կարող եմ ուղակի դուրս գալ, զբոսնել, հանդիպել ընկերներիս, սուրճ խմել, միայնակ մնալ եւ կարող եմ ասել, հստակ կարող եմ ասել, որ այս տարիների ընթացքում ես սովորել եմ ինքս ինձանից կատարելություն ուղակի չպահանջել։ Դա նորմալ է եւ պետք չեն, որ մայրիկները կոտորեն իրենց, այսպես ասած, տան հոգսերի մեջ խրվեն, թույլ տվեք ձեզ անել այն ամենը, ինչը որ ձեզ դուր է գալիս, նաեւ ինչը որ ձեր երեխաների հետ միասին, երևի թե այդպես։ Իսկ ինչպես եք պահում հայերենը, հայկական արժեքները ընտանիքում։ Արդյոք երեխաները տանը խոսում են հայերեն, թե իսպաներեն։ Կխնդրեմ կիսվես մեր Սփյուռքում ապրող մայրիկների հետ։ Մեր տանը կա հստակ կանոն խոսել հայերեն։ Մենք խոսում ենք բացառապես հայերեն։ Եվ ես փորձում եմ հայերենը մատուցել ոչ թե պարտադրանք երեխաներիս, այլ որպես հպարտություն եւ հետաքրքրություն։ Իհարկե կարող եմ ասել, որ այստեղի միջավայրը շատ մեծ ազդեցություն ունի հայրենի պահելու հարցում, քանի որ դպրոցում, դրսում ընկերների հետ նրանք խոսում են բացառապես իսպաներեն եւ կատալերեն։
Կարող եմ ասել, որ դա այստեղ ապրելով պետք է ամեն օր ուղղակի ջանք գործադրել, աշխատել, որպեսզի երեխաները չմոռանան իրենց հայրենը։ Ժամանակին երկու տղաներս հաճախել են հայկական դպրոց, որը նաև իր մեծ դերն է ունեցել նրանց հայրենի պահպանման համար։ Այս պահին ցավոք սրտի որոշ խնդիրների պատճառով չենք կարողանում շարունակել, բայց շատ մեծ հույս ունեմ, որ նորից կկարողանանք վերսկսել մեր հայրենի դասերը։ Իսկ այս բանը ես ուղղակի վայելում եմ այն, երբ լսում եմ նրանց շուրթերից հայրենը եւ կարող եմ ասել, որ այն աշխատանքը, որ մենք անում ենք, իրոք արդարացված է։ Շնորհավորում եմ ձեզ այդ կապակցությամբ, Մարիամ ջան, որովհետև իրոք Շնորհակալություն։ շատ դժվար է, տեսնում եմ շատ շրջապատում շատ դժվար է հայերենը, հայկական մշակույթը պահել Սփյուռքում։ Այդ կապակցությամբ իրոք շնորհավորանքներս ձեզ, ձեր ընտանիքին։ Մարիամ ջան, կա մի ընտանեկան ավանդույթ կամ սովորություն, որ դուք ձեր հատուկ է ձեր ընտանիքին, կամ այնպիսի ավանդույթ, որ կարող է դու ես ստեղծել ձեր ընտանիքում այդ ավանդույթը։ Որպես ավանդույթ կարող եմ ասել մեզ համար ամենամեծ ավանդույթը եւ սովորույթը ուղղակի լինել միասին։ Մենք երբեք չենք սահմանափակվում Անի ջան, եւ 5 երեխա ունենալը երբեք չի սահմանափակել մեր ազատությունը։ Ընդհակառակը կարող եմ ասել, որ մենք շատ հաճախ միասին անցկացնում ենք ժամանակ, դուրս ենք գնում, տարբեր մանկական ժամանցային վայրեր ենք հաճախում, գնում ենք ուղղակի ֆիլմ ենք դիտում, եւ կարող եմ ասել, որ թող ոչ ոք չվախենա շատ երեխաների քանակից, դա երբեք չի սահմանափակում մարդու ազատությունը եւ մենք չենք սպասում, որպեսզի նրանք մեծանան եւ նոր սկսենք վայելել կյանքը, այլ անում ենք այն, վայելում ենք այն բոլորով միասին։ Այս հարցը շատերին կհետաքրքրի այն ծնողներին, ովքեր արդեն ունեն բազմազավակ ընտանիք կամ պատրաստվում են ունենալ, վստահ եմ, սա կհետաքրքրի իրենց, թե արդյոք ստանում եք ինչ-որ օժանդակություն Իսպանիայի կառավարությունից։ Իսպանիայում բազմազավակ ընտանիքները ունեն հատուկ կարգավիճակ եւ ունեն զգալի զեղչեր տրանսպորտի, բժշկության, կրթության, կոմունալ հարցերի, կոմունալ վճարների հարցում, կան նաև հարկային արտոնություններ։ Այս պահին մեր ընտանիքը ինչ-ինչ պատճառներով չի կարող ստանալ որոշակի ֆինանսական օգնություն կառավարության կողմից, բայց ես գիտեմ, երբ աշխատավարձի չափից կախված է շատ մեծ բան, երբ որ դու ստանում ես քիչ աշխատավարձ, Իսպանիայի կառավարությունը կարող է ձեզ օգնություն տալ մինչև 18 տարեկան երեխաներին, երբ ընտանիքում կան 3 եւ ավել երեխաներ, որոշակի չափով կարող են օգնել ֆինանսապես։ Այս պահին մեր ընտանիքը օգտվում է միայն տրանսպորտի, կրթության եւ բժշկության զեղչերից եւ կան նաեւ որոշակի խանութներ, եթե գրանցված ես այդ խանութում որպես հաճախորդ, երբեմն լինում են նաեւ զեղչեր տվյալ խանութներում։ Մարիամ, իսկ գիտեմ, որ գեր զբաղված ես, բազմազավակ ընտանիքի մայր լինելը հեշտ բան չէ, բայց նաև ունես հոբիներ, երբ կտրվում ես մի փոքր առօրյայից ու զբաղվում ես քո հոբիով։ Իհարկե ունեմ հոբի, երևի թե դա երկար տարիներ շատ-շատ սիրել եմ լուսանկարել, նաև լուսանկարվել։ Ամուսնանալուց հետո արդեն այդ հոբին սկսեցի օգտագործել իմ ընտանիքի անդամների հետ, նկարվելով, նկարելով, նաև շատ եմ սիրում ֆիքսել ամեն պահը եւ շատ եմ սիրում նաև նայել այդ նկարները։ Կարծես թե ամբողջ կյանքը գնում է աչքերիս առջև, իսկ ընդհանրապես փորձում եմ այստեղ նայել, զարգանալ, սովորել, ինչու՞ չէ նաև մտածել նպատակներ կազմել, թե հետագայում ինչով կարող եմ զբաղվել, միգուցե նաև լուսանկարչությունը հետագայում դառնա ինձ որպես աշխատանք եւ եկամուտ բերի։ Ես վստահ եմ, որ մենք շատ ենք հպարտանալու քեզնով ոչ միայն որպես բազմազավակ հիանալի մայր, այլև որպես մասնագիտական հաջողություններով ենք հպարտանալու։ Շնորհակալ եմ Անի ջան։ Իդեպ նաև ես ուզում եմ նշել այստեղ, որ Մարիամը լինելով բազմազավակ մայր, երբևէ
բաց չի թողնում ոչ մի միջոցառում։ Այդ վերջում մի քանի միջոցառումներին տեսել եմ Մարիամին կամ տղայի հետ է գալիս կամ ամուսնու հետ ու միշտ գեղեցիկ տեսքով, դա էլ եմ ուզում շեշտել, Մարիամ, միշտ գեղեցիկ, Շնորհակալ եմ Անիջան։ միշտ գեղեցիկ, խնամված, բոլոր միջոցառումներին ներկա ու դրանով եմ ես շատ հպարտանում, որ դու լինելով այդքան հոգսաշատ, այդքան, չգիտեմ, գեր զբաղված, նաև ժամանակ ես գտնում եւ ինքդ քեզ համար միշտ գեղեցիկ եւ նաև երեխաներիդ համար եւ նաև մասնակցում ես համայնքային միջոցառումներին ամենայն անկեղծությամբ հպարտանում եմ նման հայ մոր տեսակով, երբ ամեն ինչ հասցնում եմ։ Շնորհակալ եմ Անիջան։ Մարիամ, իսկ երբ երեխաներդ հիշեն իրենց մանկությունը, ինչ կցանկանաս, որ հիշեն իրենց մանկությունից ամենաշատը, քեզ հետ կապված։ Կուզեմ, որ հիշեն հենց ինձ այսպեսի ուրախ, ոչ ծանրաբեռնված, ոչ կենցաղի մեջ խրված մայրիկի, երբեք չեմ ցանկանա, որ նրանք ինձ այդպեսին հիշեն։ Կցանկանամ ուղղակի, որ նրանք մեծանան եւ հիշեն, թե իրենց մանկությունը ինչպես է անցել, ինչ երջանիկ օրեր ենք ունեցել եւ ուղղակի շնորհակալ լինեն, որ մենք կարողացել ենք ապրել այդ օրերը միասին, ուրախ եւ երջանիկ։ Մարիամ, իսկ ինչ խորհուրդ կտաս Սփյուռքում ապրող մայրիկներին, ովքեր վախենում են պատասխանատվությունից ունենալ շատ երեք եւ ավելի երեխաներ։ Գիտեմ, որ ժամանակի ընթացքում մենք բոլորս մի փոքր էգոիստ ենք դարձել, չէ՞, ցանկանում ենք ավելի շատ ժամանակ հատկացնել ինքներս մեզ, ի տարբերություն մեր նախնիների, ովքեր ունենում էին 5 եւ ավելի, 5, 6, 7, չէ, բազմազավակ ընտանիքներ։ Հիմա զգում եմ, որ մի փոքր ավելի էգոիստ ենք դարձել, բայց քո օրինակը կարող է խթանել շատ ծնողների, որպեսզի իրենք էլ ցանկանան, տեսնելով քեզ, քո օրինակը, քեզ առօրյայում, քեզ քո ակտիվությունը, տեսնեն, որ իրենք էլ կարող են այդ պատասխանատվությունը կրել, չէ, եւ չգիտեմ, որ անպայման չի իրենցից շատ բանով կտրվել, չէ, առօրյայից կյանքից, որպեսզի չէ նաև ընտանիքին տրամադրել։ Կխնդրեմ մի փոքր խրախուսել մեր մայրիկներին Սփյուռքում ապրող եւ ոչ միայն Սփյուռքում ապրող, այլև Հայաստանաբնակ մայրիկներին քո փորձով կիսվել։ Ես կասեմ միայն առաջինը, որ պետք չէ վախենալ։ Երեխաները իրականում ուժ են տալիս։ Ես կարող եմ ասել միայն, որ պետք չէ վախենալ պատասխանատվությունից, քանի որ երեխաները իրականում ուժ են տալիս եւ եթե ընտանիքում կա սեր, համբերություն, իմ կարծիքով ամեն բան հնարավոր է եւ պետք չէ ձեզանից պահանջել ավելին, ինչքան որ կարողանում եք, այդքան կարող եք անել, պետք չէ կիսվել մեջտեղից, խրվել կենցաղի մեջ, ուղղակի ամեն պահը թեթև ապրել երեխաների հետ, ամուսնու հետ, գնալ դուրս զբոսնել, թեկուզ սովորական այգի գնալ զբոսնել, պետք չէ ոչ մի գումար, որպեսզի կարողանաս իջնել դուրս ուղղակի քայլել երեխաներիդ հետ, խաղալ։ Ես երբեք չեմ վախեցել միայնակ դուրս գալ դուրս իմ 5 երեխաների հետ, 2 մանկասայլակներով, հեծանիվներով, ասեմ, որ 2 տղաներս ինձ շատ են օգնում։ Նրանք կռիվ են անում, թե ով պետք է փոքրերին վերցնի, խաղացնի, վախենալու չի, կասեմ միայն դա, որ եթե ուզում եք, երազում եք շատ երեխաներ ունենալ, ուղղակի պետք է մի փոքր թեթև լինել, բնավորությամբ փոխվել եւ ամեն ինչ կստացվի։ Մարիամ, եթե ինքդ քեզ հանդիպեիր մինչև մայր դառնալը, ինչ քեզ խորհուրդ կտայիր։ Երևի թե կասեի, որ դու ավելի ուժեղ ես, քան պատկերացնում ես եւ ոչինչից պետք չէ վախենալ։ Այդքանը։ Եվ վերջում կխնդրեմ շարունակել բառակապակցությունը դարձնելով նախադասություն։ Իմ ընտանիքը ինձ համար
ամենագեղեցիկ վայրն է, ամենագեղեցիկ կադրն է, որտեղ կարող ես ուղղակի վայելել եւ կարող եմ ասել, որ այն միակ վայրն է, որտեղ սովորեցնում է քեզ լինել շնորհակալ լինել ամեն ինչից։ Երևի թե այդպես։ Շնորհակալ եմ Մարիամ ջան, գեղեցիկ, ուսուցանող, ճաղաչողական եւ մոտիվացնող հարցազրույցի համար։ Շնորհակալ եմ Անի ջան։ Շնորհակալություն։ Տեսություն։